Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարգելի գործընկերներ, տեղեկացվել եք, որ օրերս քննչական կոմիտեն շուրջ 5 ամիս ապօրինի կալանքի տակ գտնվող ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել։ Քննչական կոմիտեի համապատասխան քննիչների խումբը բաղկացած է 53 քննիչներից։ Այդ խումբը փաստացի գործում է 2025 թվականի հուլիս ամսից եւ 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը դեռևս դատարանից խնդրում է, որ կարողանան կատարել նախաքննություն, իսկ այդ ընթացքում Սամվել Կարապետյանը լինի կալանավորված։ Սա ինքնին այս նախադասությունը, այս երևույթը աբսուրդ է։ Ինքնին, միայն սա արդեն բավարար է արձանագրելու համար, որ մենք իրավաբանությունից դուրս ենք գործում։ Բայց առաջնային շեշտադրումը այս պահին ցանկանում ենք կատարել այն իրադարձությունների վրա, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատին։ Տեսեք ինչ տեղի ունեցավ։ 2025 թվականի նոյեմբերի 13-ին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժում է դատախազության կողմից ներկայացված բողոք։ Այդ բողոքի մերժումը իրենից ենթադրում է մի իրավիճակ, որ փաստացի պահպանվում է միայն աբսուրդային կոչի դրվագը, այսինքն մեր ձևով կմասնակցենք Մայր աթոռի պաշտպանությունը, նախադասությունը որպես կոչ որակելու իրավիճակ։ Իսկ տնտեսական բնույթի աբսուրդային մեղադրանքները հիմնավոր կասկած այդպես էլ չէին հաղթահարել։ Սա ինչ է նշանակում, որ Սամվել Կարապետյանը այլևս պետք է լիներ ազատության մեջ, երբ նոյեմբերի 18-ին կալանքի ժամկետը լրանում էր։ Գիտեք ինչի համար։ Քանի որ կոչի դրվագով ինքնին նախաքննության ժամկետը 5 ամիս է։ 5 ամիս։ Այն կարող է երկարաձգվել 1 ամսով, բացառիկ դեպքերում փորձաքննության նպատակով։ Իսկ 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը քանիցս արձանագրել է, որ նման անհրաժեշտություն չունի։ Ֆիքսեցինք նոյեմբերի 13 վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշում։ Ինչ է տեղի ունենում նույն օրը։ Քննիչի կողմից դեռ միջնորդություն չի ներկայացվել։ Երկարաձգման նման միջնորդություն մուտք չէր արվել։ Իդեպ զանգվածային լրատվության միջոցների մեր որոշ գործընկերներ 2025 թվականի նոյեմբերի 12-ին հրապարակել էին տվյալ, որ իբրև քննիչի կողմից նման միջնորդություն ներկայացվել է։ Պաշտոնապես հայտնում են, որ չէր ներկայացվել։ Այստեղ ամենակարևոր հանգամանքը որն է։ Քննիչը ինչի չէր ներկայացնում, քանի որ քննիչը չգիտեր ինչ միջնորդություն ներկայացնի։ Սա կարծում եմ, թե իմ համոզմունքն է, թե գործընկերներիս համոզմունքն է, թե ցանկացած ողջամիտ իրավաբանի։ Եթե ունես մի հատ կոչի դրվագ, որը ինքնին աբսուրդ է, ամեն գնով ստացել ես 5 ամիս կալանք, տնտեսական բնույթի մեղադրանքներ ունես, որոնք հիմնավոր կասկածի շեմ չեն հաղթահարել, հիմա ինչ պետք է անես։ Եվ ինչ է տեղի ունենում։ Նոյեմբերի 13-ին Վճռաբեկ դատարանը հրապարակում է որոշում։ Հրապարակում է որոշում ստվերային արդարադատության պայմաններում, որտեղ այդ որոշման հրապարակման մասին չենք իմացել մենք, չեք իմացել դուք, չեք իմացել, այսինքն որևէ ձև էլ չունեիք իմանալու, նույն ձև ոնց մենք, բայց դրա մասին գիտեր քննիչը, որտեղից գիտեր, որտեղ պատկերացրեք քննիչը կարողանում է նոյեմբերի 13-ին ժամը 18:27 մուտքագրի երկարաձգման միջնորդություն հղումներ կատարի Վճռաբեկ դատարանի որոշումից, որը մենք չենք ստացել, իդեպ մինչ օրս չենք ստացել։ Կարողանում է կից ներկայացնել Վճռաբեկ դատարանի որոշումը դատարանին, որտեղ Վճռաբեկ դատարանը փորձ է կատարել ցույց տալու, որ տնտեսական բնույթի մեղադրանքներից մեկով իբրև կարող է լինել հիմնավոր կասկած։ Բայց Վճռաբեկ դատարանի որոշումը, ինչքան էլ այն այդքան անհրաժեշտ է եղել քննիչների համար, միևնույն է ուշացած է։ Դրան առանձին կանդրադառնանք։ Բայց պատկերացրեք, Վճռաբեկ դատարանի պրակտիկան ուսումնասիրենք, հա, հասկանալու համար։ Եղել է դեպք, որ Վճռաբեկ դատարանը մոտ 20 օրվա ընթացքում վարույթ ընդունի դատախազության բողոքը եւ որոշում կայացնի։ Եղել է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նման դեպք։
Ես ձեզ հրապարակում եմ վերջին, կարծես 12, նույնիսկ 15 ամսվա վիճակագրություն հենց նույն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի։ Ես կներկայացնեմ վարույթ ընդունելու օր, որոշման հրապարակման օր։ Օրինակ, ապրիլի 4-ին վարույթ է ընդունում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը, գլխավոր դատախազի ներկայացրած բողոքը հենց տիկին Աննա Վարդապետյանի, որը վերաբերում է 33 դրվագ ենթադրյալ հանցանքի, որտեղ ի դեպ դատարանները կալանքը չէին կիրառել։ Վճռաբեկ դատարանը ապրիլին ընդունում է վարույթ, որոշումը կայացնում է նոյեմբերի 6-ին 2025 թվականի, որով արձանագրում է, որ կարելի էր եւ կալանքը չկիրառել, դե ի վերջո գլխավոր դատախազներ բողոք տարել դա կանխատեսելի զարգացումներ են ժողովրդավարության բաստիոնում, բայց նաև արձանագրում է, որ այդ գործը արդեն դատարան են ուղարկել եւ ակտուալ չէ։ Ժամանակագրային, այսպես ասած, հատվածը ֆիքսեցիք։ Շարունակություն։ 2024 թվականի ապրիլի 23-ին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը վարույթ է ընդունում գլխավոր դատախազի բողոքը, որոշումը կայացնում է 2025 թվականի մարտի 10-ին։ Մեկ այլ դեպքով 2024 թվականի մայիսի 22-ին ընդունվում է վարույթ, որոշումը ընդունվում է 2025 թվականի մարտի 10-ին։ Մեկ այլ դեպքով 2024 թվականի դեկտեմբերի 11-ին վարույթ է ընդունվում, որոշումը հրապարակվում է 2025 թվականի ապրիլի 17-ին։ Մեկ այլ դեպքով վարույթ է ընդունվում 2024 թվականի հոկտեմբերի 30-ին, որոշումը կայացվում է 2025 թվականի նոյեմբերի 13-ին։ Մեկ այլ դեպքով վարույթ է ընդունվում 2024 թվականի հոկտեմբերի 21-ին, իսկ որոշումը հրապարակվում է 2025 թվականի հոկտեմբերի 23-ին։ Ես ունեմ առաջարկ, խնդրում եմ օգնել ինձ այս հարցում, ես առաջարկում եմ, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորների գործողությունների վերաբերյալ Սամվել Կարապետյանի դեպքով, որտեղ մենք արձանագրեցինք, չէ, ստացվում է միջինացված, ողջամիտ իրականության մեջ հնարավոր չէր պատկերացնել այսքան արագ որոշման կայացում, պետք է դիմենք Գինեսի ռեկորդների գրքին, այսինքն համապատասխան հանձնաժողովին, եւ կարծում եմ դա կլինի արդար։ Ի վերջո ինչի՞ չպետք է գնահատել նման վարքագիծը։ Սա իսկապես Գինեսի ռեկորդների գրքում գրվելու տվյալ է։ Իդեպ ինձ թվում է, եթե չեմ սխալվում, Գինեսի ռեկորդների գրքում կա հատուկ առանձին մի բաժին տիեզերքի վերաբերյալ։ Օրինակ, հենց սա կարող է գրվել այդտեղ, որտեղ սա տիեզերական արագություն է։ Իսկապես սա նույնիսկ լույսի ձայնի արագությունը գերազանցող վարքագիծ է Վճռաբեկ դատարանի կողմից։ Իդեպ, կարծում եմ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի այս գործողությունները Գինեսի ռեկորդի ես պարզապես մինչ ասուլիսը փորձում էի ուսումնասիրել, օրինակ կա մի անձ, կարծես ԱՄՆ քաղաքացի Ֆարմենը, որը փորի վրա ձմերուկ է կարում կտրել եւ դա կարողացել է անել կայծակնային արագությամբ, իր հետ կարող է մրցել նաեւ այս որոշումը։ Բայց հիմա, եթե ավելի փորձում ենք բովանդակային նայել, ինչի համար այս ամենը տեղի ունեցավ։ Զուտ նրա համար, որ քննիչը միջնորդություն ներկայացնի։ Հասկանում եք, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ, սահմանադրական մարմին, արդարադատության տեսանկյունից բարձրագույն ատյան, որին կարողանում են փաստացի օգտագործել միջնորդություն ներկայացնելու նպատակով։ Այսինքն նայեք, կարող էր, չէ, Վճռաբեկ դատարանը այս որոշումը էլի կայծակնային արագությամբ, էլի մեկ ամսից շուտ, հա? Օրինակ, ընդուներ նոյեմբերի 22-ին։ Կարար դա լիներ, կարար, չէ։ Հիմա ես ուզում եմ դիմել մեր իրավաբան, փաստաբան գործընկերներին։ Դուք տեսել եք դեպք, որ օրինակ Վճռաբեկ դատարանը որոշման հրապարակման օր նշի, իսկ մենք ստացել ենք նման նամակ, որը նաև հրապարակել է 3, որ օրինակ նշվում է, որ դատական ակտի հրապարակման օրը նոյեմբերի 13-ն է, եւ հենց այդ օրը ձեզ տրամադրվի Վճռաբեկ դատարանի որոշումը։ Իդեպ Վճռաբեկ դատարանի որոշումների արձեռն տրամադրման կառուցակարգ չկա։ Մեզ դրա համար Վճռաբեկ դատարանի համապատասխան դատավորի օգնականը տեղեկացնում է, որ որոշումը, որ ընդունվի, մեզ կուղարկվի ողջամիտ ժամկետում, կուղարկվի, ոչ թե եկեք ստացեք։ Եվ սահմանված կարգով կհրապարակվի դատական իշխանության կայքեջում։